Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն «Պոակը» ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Մեր այսօրվա ճանապարհը դեպի Շիրակի մարզ ձգվեց, քաղաք Գյումրի։ Օրվա հյուրը երաժիշտ, կոմպոզիտոր Լուսինե Մլքե Գալստյանն է։ Լուսինե Մլքե Գալստյան, երաժիշտ, կոմպոզիտոր, ծնվել է 1999 թվականին Երևանում։ 2012-ից 2017 թվականներին սովորել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի ֆլեյտայի, շվիի և վոկալի բաժիններում։ Որպես 2017 թվականի լավագույն շրջանավարտ, հանդիսավոր համերգով ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ 2017-ից 2021 թվականներին ուսումը շարունակել է Երևանի պետական կոնսերվատորիայում, ֆլեյտա մասնագիտացմամբ։ 2022 թվականին ավարտել է Բեռլինի օպերային ակադեմիայի նվագախմբային բաժինը։ Որպես ֆլեյտահար և երաժիշտ համագործակցել և համագործակցում է տարբեր նվագախմբերի և ռոք, ջազ խմբերի հետ։ 2015 թվականից մինչ օրս Միհր թատրոնի կոմպոզիտորն է և երաժշտական պրոդյուսերը։ Համագործակցություններ է ունեցել նաև այլ թատրոնների հետ Իսրայելում, Ճապոնիայում և ԱՄՆ-ում։ 2015 թվականին ընկերների հետ հիմնադրել է «Տիեզերք» խումբը, որտեղ հանդես է գալիս որպես կատարող, կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր։ Այս տարիների ընթացքում խումբն ունեցել է ավելի քան 1500 համերգներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև հյուրախաղեր Շվեյցարիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Լեհաստանում և այլուր։ Լուսինեի համահեղինակությամբ գրված 3 երգեր ընդգրկվել են Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ այս հնարավորության համար և շատ ուրախ եմ ձեզ բոլորին տեսնել։ Ինչպես նշեցին, ես երաժիշտ եմ, նվագում եմ տարբեր գործիքներ, ֆլեյտա, դաշնամուր, ուկուլելե, երգում եմ և ունեմ խումբ «Տիեզերք» և ինչ շատ ավելի հեշտ է միշտ սկզբում երգել, հետո խոսել։ Դրա համար հիմա հրավիրելու եմ իմ խմբի անդամին, «Տիեզերք» խմբի անդամին Էլիզա Բաղդյանին, որ ձեզ համար մեկ հատ երգ երգենք։ Ձեզ համար կկատարենք հայկական ազգային երգ, կոչվում է «Ջանոյ»։ Այս երգը իր մեջ ներառում է լիքը սեր, որը տենց դարեր շարունակ այս երգի միջոցով հասել է մեզ, մենք կատարել ենք մշակում այս երգի և հիմա մեր սերը տալու ենք ձեզ։ Ջանոյ, 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 ջան, ջանոյ, 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 ջան, ջանոյ, 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 ջան, ջանոյ, 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 ջան, Էս գիշեր, աշնան գիշեր, շաղնի չես գետին նախշեր, արնասար նախշուն ավկեր, խենթ յարիս տուներ մտեր, իմ յարոչ կապան կարեմ, արևից երեսն առնեմ,
լուսնակից աստար ձևեմ, աստղերից կոճակ շարեմ։ Փորձենք այստեղ միասին ծափերով անենք, ես այս ցույց տամ, փորձենք միասին զգանք։ Տեդավին ալինչ կանի, խարոտին խալինչ կանի, թեյալս ըլտով եղանի, աշխրքին ալինչ կանի, իմ յարոչ կապանկարեմ, արևից երեսնարնեմ, լուսնակից աստար ձևեմ, աստերից կոճակ շարեմ, ջանոյ, 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 ջան, ջանոյ, 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 ջան, ջանոյ, 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 ջան, ջանոյ կլներ թուխմար ջան, ջանոյ, 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 ջան։ Շատ շնորհակալություն։ Հիմա ես կուզենամ պատմեմ, թե ինչպես դարձա երաժիշտ, ինչ է նշանակում երաժշտի կյանք, ինչով ենք զբաղված մենք օր ու գիշեր, ու այս պատմությունը, որ պատմելու եմ ձեզ, ինքը լի է պատահական, ոչ պատահականություններով։ Ես ծնվել եմ արվեստագետի ընտանիքում, իմ հայրիկը Հրաչյա Գալստյանը քանդակագործ էր և նկարիչ, ավագ եղբայրներս, ամենաավագ եղբայրը ռեժիսոր է, մյուս եղբայրս բրուտագործ է, մյուս եղբայրս ռեժիսոր է և ժամանակակից պարի խորեոգրաֆ, քույրս արտ մենեջեր է և դերասանուհի, մամաս ռուսերենի ուսուցչուհի, բայց ես հենց օր ու գիշեր մեր տանը արվեստ էր, հայրիկիս ընկերներն էին գալիս, գնում տենց տարբեր միջոցառումներ, ու ես փոքրուց գիտեի, որ ես էլ եմ արվեստի մեջ եմ լինելու, բայց չգիտեմ ոնց է եկել իմ մտքին դեպի երաժշտություն գնալ, անկեղծ չեմ հիշում, բայց հիշում եմ, որ շատ էի սիրում երգել, բայց շատ վատ էի երգում փոքր ժամանակ, ոչ ոք չէր թողում, որ ես երգեի, ու դպրոցում ես են շատախոս երեխաներից էի, սովորել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, ու մեր կրթահամալիրում ինձ առաջարկեցին նվագեմ շվի գործիքը, ինքը այն հայկական ազգային ամենաառաջին, ամենապարզ գործիքն է, որ ծիրանափողից է, ու այս գործիքը նաև նվագել է Կոմիտասը։ Ինձ առաջարկեցին, որ ես նվագեմ այս գործիքը, երևի որ քիչ խոսամ ավելի դպրոցում, այլ նվագեմ, ու սկսեցի նվագել, ազգային տարբեր մեղեդիներ էին նվագում, սա առաջին տենց ինչ-որ պատահական առաջարկը, որ առաջարկեցին նվագեմ, համաձայնվեցի, և եղբայրս 2009 թվականին Կոմիտասի 100-ամյակի առթիվ ներկայացում էր բեմադրում Կոմիտասի 10 պատվիրանները, որոնց մի տեսարանի համար իրեն հարկավոր էր աշակերտ Կոմիտասի, ով կնվագի գուշակեք որ գործիքը, և ցոլակը եղբայրս եկավ տուն, տեսավ, որ ես նվագում եմ շվի, ասեց, դու էլ կխաղաս ներկայացման մեջ։ Տենց պատահականորեն ես հայտնվեցի բեմում, ու մենք ունեցանք շրջագայություն ԱՄՆ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ գնացինք, մասնակցում էինք California International միջազգային թատերական փառատոնին, մեծ բեմ, ահռելի քանակությամբ հանդիսատես, ես ընդամենը 11 տարեկան եմ, գիտեմ շվիով նվագել 3-4 մեղեդի, որոնցից մեկը Հովարեկ Սարերն է, որն էլ նվագում եմ հենց ներկայացման մեջ։ Ներկայացման ժամանակ ես անում եմ սխալներ, որովհետև ես շատ անհանգստանում եմ, շատ է մեծ բեմը, ես դեռ շատ անփորձ եմ, և ամենամեծ կարևոր բանը, որ ես չունեմ բավարար կրթություն։ Երբ որ մենք վերադառնում ենք ԱՄՆ-ից, ես ասում եմ, չի կարա սենց շարունակվի, ես պետք է ստանամ շատ, այսինքն դասական երաժշտական կրթություն։
Եվ ասում եմ ընտանիքիս, գնում եմ երաժշտական դպրոց, ընտանիքս ինձ աջակցում է, ես ընդունվում եմ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց շվիի բաժին։ Ավարտում եմ շվիի բաժինը գերազանցությամբ ու մեր տնօրենն ինձ առաջարկում է, որ ֆլեյտայի բաժին է բացվել, բա արի ֆլեյտա սկսի սովորել։ Էլի ինչ որ մարդ իմ կյանքում, որը ինձ առաջարկում է, ես չեմ հրաժարվում, ու էլի իմ կյանքի տենց ուղին փոխվում է դրանից։ Ես սկսում եմ նվագել ֆլեյտա։ Ֆլեյտան կախարդական գործիք է, առհասարակ բոլոր փողային գործիքներն են իրանք կախարդական, որովհետև մենք իրան նվագում ենք օդով ընդհանրապես, այսինքն այն ես բերանով խոսում եմ, իմ խոսքս ասում եմ, դուք լսում եք, բայց ես ֆլեյտան նվագելիս ոնց որ հոգիս խոսա։ Ես ուղղակի օդ եմ արտաբերում, սենց որը իրանից ոչինչ չի ներկայացնում։ Բայց երբ որ ես գործիքը մոտեցնում եմ բերանից, ինքը նոտա է ստանում ու այս ռեզոնանսը, այս տատանումները ձայնային, ինչ շատ ոգեշնչում են այդ պահին, ու ես այդ ժամանակ արդեն 13 տարեկան եմ, շատ հաճախ ես ինձ գտնում էի իմ հանգստությունը, իմ ազատությունը, իմ այդ ապահով տարածքը ֆլեյտա նվագելիս։ Ու այդպես ես որոշում եմ դառնալ դասական ֆլեյտահար։ Սովորել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ու վաղտս վիճակվել է աշխատել եմ տարբեր նվագախմբերում։ Ես աշխատել եմ Երևանի Ալեքսանդր Սպենդյանի անվան օպերա եւ բալետի թատրոնում, նվագախմբում եմ աշխատել։ Նաեւ որպես հրավիրյալ երաժիշտ աշխատում եմ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում։ Սա իմ տենց դասական կյանքը, բայց երաժշտության մեջ ես ոչ միայն որպես մի քիչ առաջ լսեցիք, ոչ միայն որպես դասական երաժիշտ եմ, այլ նաև կոմպոզիտոր եմ, մենք մշակումներ ենք անում, դա արդեն իմ խումբն է, տիեզերքը, մեր խումբը, որը արդեն իմ տարերքն է, ոնց որ իմ կեսն է։ Այդ էլի պատահականության շնորհիվ Մխիթար Սեբաստիացի կրթահամալիրում, երբ որ սովորում էինք, կար երաժշտության լաբորատորիա առարկա, եւ այդ առարկայի շրջանակներում շատ երեխաներ, ովքեր էլի, ինչպես դուք, կարող է հաճախում եք երաժշտական դպրոց, կարող է ուղղակի սիրում եք երգել, իրանք ընտրել էին այդ առարկան ու մի տարածքում էին, երևի 30 հոգի։ Մենք շատ պատահական գտնում ենք իրար ու հասկանում ենք, որ մեզ դուր է գալիս, թե մենք ոնց ենք իրար հետ նվագում։ Ես եւ Էլիզան հիմա էլ այն ժամանակ էլ մենք շատ տարբեր ենք, համ արտաքինով, համ էլ բնավորությամբ։ Ունենք շատ տարբեր նախասիրություններ, այդ ժամանակ լսում էինք շատ տարբեր երաժշտություն եւ մեզ միավորող բանը դա ազգային երաժշտությունն էր։ Լինում է չէ՞ որ մենք շատ տխուր ենք գնում տուն կամ շատ ջղայնացած ենք լինում ինչ-որ բանի վրա կամ ինչ-որ մեկի վրա։ Զգում ենք որ անարդար է ինչ-որ բան շատ։ Այդ ամեն ինչը երաժշտությունը մեզ տալիս է տարածք, որ այդ ամեն ինչը մենք վերարտադրենք, այդ ամենի մասին մենք երգենք, այդ ամեն ինչը մեր մեջից հանենք։ Ու տիեզերքը արդեն շուտով 10 տարի կլինի, որ մենք ունենք այս խումբը, այս 10 տարին ընթացքում ինձ համար եղել է այդ տեղը։ Ես որ շատ տխուր եմ եղել, գնացել ենք փորձ ենք արել, տխուր երգ ենք գրել շատ, ու հետո ոնց որ ոչ մի բան էլ չի եղել։ Կամ հակառակը, շատ ուրախ ես լինում, այդ ուրախությունը փորձում ես երգերի, մեղեդիների ու քո պատմության շնորհիվ պատմես։ Ու այստեղ գալիս են կախարդական պատահականությունները տիեզերքի հետ։ Մեր խումբը դեռ 1 տարեկան չէր, մեզ հրավիրում են Civilnet TV, որ մենք իրենց ամանորյա հաղորդման մեջ նվագենք։ Մեր ամանորյա հաղորդումը դա լսում են ԱՄՆ-ից, արդեն 2016 թվականն է դա, եւ մեզ հրավիրում են Innovate Armenia շատ մեծ միջոցառմանը։ Մենք այդ ժամանակ 16 տարեկան ենք, նորմալ չենք կարողանում դեռ մեր գործիքները նվագենք, շատ անհանգիստ ենք, ու մենք շատ մեծ հաջողություն ունեցանք ԱՄՆ-ում, համերգներ տվեցինք, հետո արդեն համերգներ ենք տվել Շվեյցարիայում, Հայաստանը առաջին անգամ ներկայացրել ենք շվեյցարական ամենամեծ արվեստի փառատոններից թեատր սպեկտակլում, համերգներ ենք ունեցել Գերմանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում եւ նաեւ համագործակցում ենք թատրոնի հետ։ Ժամանակակից պար, այդ տերմինը ձեզ ծանոթ է, contemporary dance։
Ժամանակակից պարը դա 20-րդ դարում է ստեղծվել, եթե չեմ սխալվում, 20-րդ դարի սկզբում, դա առանց կանոնների պարն է, մենք գիտենք, այսինքն կոնկրետ շարժումներ բալետից, ազգայինից, ժամանակակից պարի մեջ մենք չունենք սահմաններ, և ժամանակակից պարի թատրոնի համար մենք գրում ենք երաժշտություն, այստեղ էլ մի հատ փոքրիկ հաջողություն այս տարվա մեջ, աշխարհում կան երկու ամենամեծ հեղինակավոր թատերական փառատոններ, մեկը Ավինյոն փառատոնն է, որը արդեն 70 տարի է անցնում է, Ավինյոն քաղաքում Ֆրանսիայի, և այս տարի առաջին անգամ Հայաստանը մենք ներկայացրեցինք այդ փառատոնում, ու շատ հպարտ եմ, որ Հայաստանի դրոշը բարձրացվեց այդ փառատոնի շրջանակներում, ու մշակույթը, արվեստը, դա մեզ այդ ունիկալ սարքող բանալին է։ Աշխարհում շատ մարդիկ կան, միլիարդ, շատ։ Մենք տարբերվում ենք մեր լեզվով, որով խոսում ենք, ու այն երգով, այն երաժշտությամբ, որը մշակույթով եւ առհասարակ, որը մեզ հասել է։ Ու հիմա, քանի որ ես շատ արդեն խոսացի, ուզում եմ Էլիզային էլի հրավիրեմ բեմ։ Այս երգը հաստատ դուք դպրոցում սովորել եք, բայց մենք մի փոքր իրեն փոխել ենք։ Ու այս երգի մեջ նաև փորձելու ենք միասին երգենք։ Պատրաստ եք։ Մենք մեկ մաս ձեզ համար հիմա կերգենք, հաջորդիվ արդեն կասենք ոնց ենք երգում, ինչ ենք երգում, փորձելու ենք նույնիսկ բազմաձայն երգենք։ Ախ ինչ լավ է, սարի վրա, անցնում օրեր, անուշանուշ, աներջային թեթև ասա, ամպուով են, անուշանուշ, աներջային թեթև ասա, ամպուով են, անուշանուշ, անուշանուշ։ Ուրեմն, այս մարդիկ, այստեղ, դուք երգելու եք ինձ հետ, դու չես երգելու ինձ հետ, դու բոլորիցս անհավասար ես երգելու ու շատ կխնդրեմ ձեզ, որ դուք ինձ հետ երգեք, բոլորս միասին, կարող ենք շատ կամաց, մենք շատ ենք, եթե կամացել երգենք, մեր ձայնը արդեն շատ ուժգին է լինելու, իսկ մարդիկ ովքեր այստեղ են, խնդրելու ենք, որ երգենք Էլիզայի հետ, որ դուք երգեք Էլիզայի հետ, ու մենք փորձելու ենք ստանանք հարց ու պատասխան, բարերը գիտենք, չէ բոլորս, հաստատ գիտենք, ախ ինչ լավ են սարի վրա, հիմա փորձենք, նայեք, մի քիչ դանդաղ կանենք, ախ ինչ լավ են, մենք այստեղ պատասխանում չէ, այստեղ մենք կանգնում ենք, մենք անում ենք ախ ինչ լավ են, ու լսում ենք իրանց պատասխանը, փորձենք, ախ ինչ լավ են, ու սարի վրա, ուշադրություն, սարի վրա, փորձենք, Սարի վրա, շատ լավ է, անցնում օրեր, անուշանուշ, մի հատ էլ ես մասը, անուշ, և հետո արդեն բոլորս միասին, աներջային թեթև ասա, կարեք նույնիսկ տեղում մի քիչ շարժվեք, որտև նենց քարացած եք կանգնել, նստել, կներեք նստել, այո, փորձենք մի քիչ դանդաղ, գնացինք, ախ ինչ լավ է, սարի վրա, անցնում օրեր, անուշանուշ, աներջային թեթև ասա, ամպուով են, անուշանուշ, բարձր աներջային թեթև ասա, ամպուով են, անուշանուշ, Շատ շնորհակալություն, որ շատ սիրուն մեզ հետ երգեցիք։
Տիեզերքով մենք փորձում ենք, ամեն ինչ անում ենք, որ մեր երաժշտությունով կարողանանք նաև ինչ-որ տեսակի փոփոխություն բերել։ Ու ես շատ ևս մեկ անգամ շնորհակալ եմ այս հնարավորության համար, որ մենք այսօր հանդիպեցինք, հուսանք ձեզնից լիքը մարդիկ ավելի շատ սիրեցին երգել, հա, երգեր, ազգային երգեր, մենք կարծում ենք, որ այս աշխարհին շատ է պակասում սերը, ու հիմա այս երգով մենք մեր սերը տալու ենք ձեզ, դուք ձեր սերը տալու եք մեզ, և մենք միասին մեր սերը արդեն տալու ենք այս աշխարհին։ Շնորհակալություն։ Դուք միշտ եք երազել երգիչ կամ երաժիշտ դառնալ։ Ես փոքր ժամանակ երազում էի ռոք աստղ դառնալ։ Չգիտեմ ինչքանով է երազանքս իրականացել, մեկ-մեկ ինձ զգում եմ ռոք աստղ բեմին, երբ որ մեծ խմբով ենք ելույթ ունենում, սենց գիթառներով, սենց լիքը լույսեր, լիքը այդպես, ինձ այդպես զգում եմ, բայց չգիտեմ ոնց է այդ երազանքը ինձ հայտնվել։ Միգուցե ինչ-որ ֆիլմերից կամ ինչ-որ բաներից, որ հեռուստացով եմ տեսել, բայց ինձ ինչ հիշում եմ, տենց ուզեցել եմ միշտ բեմին լինեմ։ Եղել է ձեր կարիերայի ընթացքում դատարներ հիասթափվելուց հետո։ Քանի որ ես օրինակ աշխատում եմ եւ դասական երաժշտության մեջ, եւ ալտերնատիվ այլընտրանքային երաժշտություն, որ օրինակ տիեզերքն է, եւ նաեւ անում ենք ծրագրեր, որտեղ ես ստեղծարար պրոդյուսեր եմ, որպես այսինքն ղեկավար եմ ինչ-որ նախագծի, իմ մոտ դատարները այդ իրանց մեջ է, ես դաթար եմ վերցնում դասականից, մենակ տիեզերքի համերգներ ենք անում, դաթար ենք վերցնում այստեղ, այսպես, տենց անընդհատ փոփոխվող, բայց նենց չի եղել, որ արվեստից դաթար վերցնեմ, որովհետև էլի եմ ասում, ինձ թվում է բան կլինեմ, կգժվեմ, ինձ չի թվում, հաստատ կգժվեմ, եթե արվեստով չզբաղվեմ։ Շնորհակալություն։ Եղել են, որ ալբոմներ գրելուց կամ թողարկելուց, երբ ամբողջ թիմը հիանալի աշխատել է, ամեն ինչ լավ է, բայց վերջում դուք ինքներդ ձեզ դուր չի եկել եւ չեք ուզել այն թողարկել։ Այդ շատ դաժան պահ է, որ տենց լինում է, բայց լինում է, բայց այդ այնքան բնական է, մենք մեր առաջին ալբոմը թողարկել ենք 2019 թվականին, 5 տարի առաջ, ու ես 2019 թվականին 20 տարեկան էի, հիմա 25 տարեկան եմ, այս 5 տարվա ընթացքում իմ կյանքում ես որպես անհատ շատ փոխվել եմ, ու այն թողարկված ալբոմը 2019-ին, լիքը մարդ կա, մեր համերգներին գայս են ասում, բա ինչի են երգել չեք երգում, բա ինչի են երգել չեք երգում, որովհետև ես էլ այն մարդը չեմ, որ 2019 թվականին այդ երգը գրել է ու այդ երգը երգել է, ու այդ երգերը կան, բոլոր մարդիկ կարող են իրենց լսեն, բայց էլ մենք չենք կարողանում իրան բեմից երգենք, որովհետև այդքան անկեղծ քեզ չի թվում։ Հիմա մենք երգում ենք մեր գրած երգերը, որ գրել ենք վերջին շրջանում, որը իրոք հիմա մեր մասին է, իմ հույզերի, իմ պատմությունների մասին է։ Բայց նես չի եղել ինձ թվում, որ չենք թողարկել։ Եթե ձայնագրել ենք, երբ որ հասնում է ձայնագրության փուլին, ուրեմն հաստատ կթողարկենք։ Եղել են լիքը երգեր, որ ձայնագրման փուլին չեն հասել։ Իրանք տենց բան հեռախոսի ձայնագրությունների մեջ իրանք այնտեղ մնացել են։ Շնորհակալություն շատ։
Հարցս հետևյալն է, եթե չլիներ երկ մասնագիտությունը, որ մասնագիտությունը կտրեիք։ Ինձ թվում է, էլի արվեստի մեջ է լինելու, հաստատ։ Այսինքն, նույն եթե ֆլեյտա չնվագեի, շատ կուզենայի նվագեի ուրիշ երաժշտական կլարնետ շատ կուզենայի նվագել, եթե երաժշտության մեջ չլիներ, շատ կուզենայի ռեժիսուրայով զբաղվել, ինչ-որ բաներ բեմադրել, ցավոք չեմ կարողանում նկարեմ, բազմիցս փորձել եմ, չի ստացվում, բայց կուզենայի էլի այդպես ինքնաարտահայտվել, եթե արվեստից էլ դուրս գայինք, ինձ թվում է շատ կուզենայի, ինչ-որ բան, վիրաբույժ, տենց ինչ-որ։ Իրականում աշխարհը շատ հետաքրքիր է, ամեն բնագավառի մեջ այնքան շերտեր կան, այնքան հետաքրքրություններ կան, այնքան սիրուն պահեր կան, բայց իմը երաժշտությունն է, ի վերջո, շատ դժվար է պատկերացնել բացի երաժշտությունից ուրիշ բան։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը մանկությունից։ Մանկությունից ամենաջերմ հիշողությունը մեր ծնունդներն էին, որ մենք ունեինք պետք է միշտ ինչ-որ բեմականացում անեինք ամեն մեկի ծնունդի համար ու տենց դժվար առաջադրանք էր, բայց շատ հավես էր երեխեքով ներկայացում էինք բեմադրում միշտ։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը դպրոցական կյանքից։ Դպրոցական կյանքից ամենաջերմ հիշողությունը երևի որ 4-րդ դասարանում մի հատ տրամաբանական առաջադրանք էր տվել Օրորդ Լուսինեն, մեր դասվարը, ու ոչ ոք դասարանում չկարողացավ գուշակի, ոչ ոք։ Ու ես գնացել եմ տուն, ամբողջ օրը փորձել էի գուշակել, ու ես կարողացա այդ գուշակեմ, ու մյուս օրը եկա դպրոց, ու ինձ մեծ տիպ նվիրեցին։ Որն է եղել դպրոցական ամենասիրելի առարկան։ Ինձ թվում է հայոց լեզու գրականություն։ Ավելի շատ գրականություն է հենց։ Ով է ամենամեծ դերն ունեցել ձեր մասնագիտության ընտրության հարցում։ Ինձ թվում է ամենամեծ դերը ունեցել է հանդիսատեսը, երբ որ ես առաջին անգամ բեմ եմ դուրս եկել ու այդ զգացել եմ այդ հանդիսատեսի էներգիան, այդ կախվածության նման, հետո հասկացել եմ, որ այդտեղ պետք է ես լինեմ, ինչ է լինի։ Եթե հնարավորություն ունենայիք ճամփորդելու ժամանակի եւ տարածության մեջ, որ ժամանակը կընտրեիք եւ ուր կգնայիք։ Ինձ թվում է կգնայի Քարեդար ու կփորձեի մարդկանց ավելի քիչ պատերազմներով ապագա կառուցել։ Տենց կասեի նայեք, այսքան բաներ եք արել, այս ամեն ինչի պատճառով, բայց ինձ թվում է ինձ կվառեի։ Մանկության ինչ երազանք եք իրականացրել մեծ տարիքում։ Մանկության ժամանակ շատ փորձում էի իմ տեղը գտնել, շատ հաճախ ես ինձ ստիպում էի ինչ-որ մարդկանց կողք լինել, ոնց է չէ, բակում ընդեկան հայտնի մարդիկ, ում բոլորը սիրում են, միշտ փորձում էի իրանց հարմարվեի, բայց միշտ չէր ստացվում ինձ մոտ, ու ինձ թվում է այդ ամենամեծ երազանքը, որ ես իմ մարդկանց եմ գտել, ում կողքը ես եմ, իրանք են, ու այդ անգինը։ Եթե հանդիպեիք ինքներդ ձեզ մանուկ հասակում, ինչ խորհուրդ կտայիք ապագայի համար։ Իմ մոտ այդ մեկ զգացողությունը գալիս է, ես նույնիսկ տխրում եմ, որ չեմ կարող գնամ հին Լուսինեին մոտ, բայց կգրկեի, բան չէի ասի, ուղղակի կգրկեի իրան, ու սենց շատ ամուր կգրկեի, իրար կհասկանայինք։